Պարոն Սիմոնյան, եթե այս ձեր իշխանությունը միշտ խոսում է արտաքին միջամտության մասին Հայաստանի ներքին գործերին, որը վերջին անգամ վերջերս շատ ակտիվ քննարկում է Ռուսաստանի մի հաղորդավարի Սոլովյովի հետ կապված, երեք օրինակ Թուրքիայի արտգործնախարարը ուղիղ հայտարարել է, որ աջակցելու են Փաշինյանին ընտրությունների ժամանակ, եւ հիմա ընդդիմադիրներն ասում են, սա ուղիղ եւ ընդ որում բարձրաստիճան պաշտոնյայի միջամտություն է Հայաստանի ներքին գործերին։ Նախ ցույց կտաք այդ նախադասությունը, որտեղ փորձում եք նման բան չի ասվել, մեջ բերեք, բայց եթե ստացվի նենց, որ ձեր ասածը եւ մեջ բերածը չի համընկնի, բայց դեպքում ինչ ենք անել։ Դե հիմա ես մեջ Միջև կմեջ բերեք, չմոռանաք մեջ բերել, ես պատասխանեմ հարցի մյուս մասին, հա։ Ուրեմն տեսեք, տարածաշրջանային բաների զարգացումներից դուրս մնալ եւ տարածաշրջանի մեջ ներգրաված լինելը եւ հիբրիդային պատերազմը դրանք տարբեր բաներ են։ Այսինքն այն բանը, որ մենք տարածաշրջանում մեր գործընկերների հետ կապված աշխատում ենք եւ մենք էլ ենք լավ հայտարարություններ անում Թուրքիայի հետ կապված, Վրաստանի հետ կապված, Իրանի հետ կապված, Իրանում տեղի ունեցողի հետ կապված հիմա մենք հայտարարություն ենք անում, դա միջամտություն է Իրանի եւ մի բան է, երբ որ տարբեր պրոպագանդայի ներկայացուցիչներ, որոնք որ Հայաստանի Հանրապետությունում տարբեր process-ներ հրահարելու հետ կապված հայտարարություններ են անում եւ միջամտում են, ինչպես նաեւ ստեղ տարբեր քաղաքական ուժերի հետ անմիջականորեն աշխատում են, դա մեկ այլ բան է։ Այսինքն համեմատելու չի ընդհանրապես։ Իսկ հիմա ես ձեզ խնդրում եմ բառացի մեջ բերեք, որտեղ է մեր հարևան երկրի արտաքին գործերի նախարարը ասում, որ իրանք ուզում են ոնց ձևակերպեցիք։ 26 հունիսին Հայաստանում ընտրություններ են լինելու, որոնք այս գործընթացի մի կարևոր հատվածն են լինելու, նկատի ունի թրիփի եւ խաղաղության։ Մենք տեսնում ենք, որ հասարակության մեջ սոցհարցումներով Փաշինյանը առաջատար է։ Այս հարցում աջակցում ենք նրա կառուցողական դերակատարությանը։ Անհրաժեշտ է, որ այդ գիծը, այս կամքը շարունակվի։ Որտեղ էր այդտեղ ձեր ասացի մեջ, որ իրանք 26 թվականին վերջակ մի հատ նորից կարգելու համար նշանակում է աջակցում է, որ Փաշինյանը շարունակի մնալ իշխանության, որպես այդ գիծը շարունակի։ Իսկ հասարակություն բառը ինչի հանեցիք այդտեղից ձեր ասացի։ Բայց կարդում եք տեքստը, տեսնում եք, մի հատ ռուսերեն տենց արտահայտություն կա, չեմ ուզում միջև վերջ մեջ բերել, ասում смотришь в книгу, видишь то, что тебе надо։ Եթե օրինակ սոցիալական ներողություն եմ խնդրում։ Մարդը բառացի ասում է, որ հանրությունը աջակցում է այն գործընթացին, որը որ գործող իշխանությունը տանում է առաջ։ Որտեղ է հանրություն եւ իշխանություն բառակապակցության մեջ իր աջակցությունը 2026 թվականի ընտրություններին։ Ուզում հասկանամ, որտեղ եք դուք դա։ Ամեն դեպքում համակարգություն, Ինչի հետ հասարակության Հայաստանի Հանրապետությունում անցկացված սոցհարցումների Հայաստանի Հանրապետության հանրության մեծամասնության կարծիքի հետ լուրջ։ Բայց այդ ինչ հարցումներ են իրան տրամադրվել։ Մենք մի րոպե, դա այլ հարց է, թե այդ ինչ են տամ, ես չգիտեմ ինչի մասին է խոսքը։ Չէ, ես չգիտեմ, բայց հələ մի հատ վերադառնանք ձեր ասածին, Օզանա ջան, դուք ինչ ուրիշ բան եք ասում։ Հիմա նորից կարդացեք, խնդրում եմ։ Այն հատվածը, որ նոր կարդացիք։ 26-ին նոր նույն հատվածը, բառացի նույն հատվածը։ Դա եմ ասում, ամբողջական կարդամ։ Այո, նույն 26 հունիսին Հայաստանում ընտրություններ են լինելու։ Այո, մի րոպե, ստոպ, այստեղ արձանագրում է 26 հունիսին ընտրությունները, բոլորը դրա մասին գիտեն։ Անցանք առաջ։ Որոնք այս գործընթացի մի կարևոր հատվածն են լինելու։ Տրիպի մասին է խոսքը, որը կարևոր հատված է, այո։ Տրիպը հիշեցնում եմ ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջև պայմանագիր է։ Անցանք առաջ, հետո Էրդողանին դուք թարգմանեք, Ֆիդանն է այդտեղ խոսում, եւ Ֆիդանին թարգմանել եք դուք եւ սխալ եք թարգմանել, հիմա էլ փորձում եք արիրակ։ Հիմա անում ենք դա, անում ենք։ Շարունակեք։ Մենք տեսնում ենք, որ հասարակության մեջ սոցհարցումներով Փաշինյանն առաջատար է։ Մենք տեսնում ենք, որ հասարակության մեջ, այսինքն Հայաստանի Հանրապետության ժողովուրդը նույն կարծիքը ունի, ինչ որ վարչապետ Փաշինյանը շարունակի։ Այո, ես չգիտեմ ոնց են տեսնում, հիմա կարծիքը ասում է, ուզում եք ասեք դա հիբրիդ խառնվել է, որ ասում։ Իհարկե։ Ես դες ասեմ, մեր հարցումներով էլ է տենց։ Մեր հարցումներով էլ է տենց։ Չէ, դժվար։ Ասեք։ Էդի շարունակեմ։ Այս հարցում աջակցում եմ նրա կառուցողական դերակատարությանը։ Որ հասարակության հետ ինքը նույն ձևի, նույն տրամաբանության մեջ է։ Այդ որտեղ 26 թվականի ընտրություն կտակ։ Նախորդ նախադասության վերջն էր, հա, երբ որ օրներ ասում։ Էսա ձեր լրատվության, մեկնաբանության, նախադասություններ։ Սայա, այն
լրատվության որակը, որով դուք ներողություն, դուք ձեր ասացիք, թողեք ես ավարտեմ։ Բայց չեմ ավարտել։ Հետո կասեք, ես տեղ չեմ գնում։ Սա է այն որակը, որը որ դուք փորձում եք հիմա մանիպուլյացիաների միջոցով հանրությանը, որ 26 թվականի մասին ասում է այսինչ թվին ընտրությունները նախորդ նախադասության վերջը բերում եք կպցնում եք առաջին ասում է աջակցում է դուք հարցը սկսեցիք այն բառից որ ինքը ասում է որ 2026 թվականին ինքը աջակցում է ինչ վերաբերվում է ընդհանուր այս ասացին շնորհակալություն եմ հայտնում Թուրքիայի արտաքին գործերի նախարարին եւ բոլոր այն մեր տարածաշրջանային գործընկերներին, որոնք աջակցում են Հայաստանի Հանրապետության, հանրության, մեծամասնության, խաղաղության գնալու եւ առևտուր անելու, ինչպես նաեւ թրիփի շրջանակներում այդ առևտուրը զարգացնելու կոչերին շնորհակալություն եմ հայտնում հարգելի գործընկերներ։ Դե հիմա էլ ինձ ներկայացրեք, որ ես էլ իրանց բան եմ արել, շնորհակալություն եմ հայտնում։ Դրանք ինչ կլինի այնց։